Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը այսօր անսպասելի հանդիպում են ունեցել։ Նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հուղարկավորությունից հետո հանդիպումը կայացել է խորհրդարանի նախագահի գրասենյակում եւ շարունակվել է 45 րոպե։ Թեդայի ժամանի փոխանցմամբ ենթադրվում է, որ Էրդողանը եւ Գյուլը քննարկել են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, կոալիցիա կազմելու հնարավորությունները կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը։ Ներկայիս եւ նախկին նախագահների հանդիպումը անսպասելի էր, քանի որ երբեմնի ընկերները, որոնք միասին էին հիմնադրել Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, վերջին շրջանում նրանց հարաբերություններում սառնություն էր զգացվում։ Գյուլի նախագահական պաշտոնի ավարտից հետո նրան ոչ մի այլ պաշտոն չառաջարկվեց եւ արդեն 1 տարի է նա չկա ակտիվ քաղաքականությունում։ Երեք հրապարակվեցին խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Նոր խորհրդարանը առաջին նիստը հրավիրելու է հունիսի 23-ին։ Ընդդիմադիր ճամբարը փորձում է միավորվել։ Եթե բացի Արդարություն եւ զարգացում կուսակցությունից խորհրդարան անցած մյուս 3 ուժերին հաջողվի միավորվել, ապա նրանք կարող են կոալիցիա կազմել եւ վերցնել իշխանությունը։ Հյուրը Daily News-ի հարցազրույցում ժողովրդահանրապետականների հիմնական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քրջդարօղլուն ազգային շարժման առաջնորդ Դևլետ Բահչելին առաջարկել է վարչապետի պաշտոնը։ Արի միասին կառավարություն կազմենք, եղիր այդ կառավարության վարչապետը, հայտարարել է Քրջդարօղլուն։ Փաստորեն ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր կուսակցության ղեկավարը կոալիցիա կազմելու նպատակով հրաժարվում է հիմնական պաշտոնից, այն առաջարկելով ազգայնականներին։ Ամենագլխավոր խնդիրը, ամենամեծ հակասությունը, տարաձայնությունը ազգայնականների եւ քրդամետ ժողովրդադեմոկրատների միջև է։ Ավելի վաղ ազգայնականների առաջնորդը շեշտել էր, որ քրդամետ կուսակցության հետ դաշինքի չեն գնա։ Ժողովրդահանրապետականները հույս ունեն փոխզիջումների հասնել։ Քեմալ Քրջդարօղլուն ասել է, թե քաղաքականության արվեստն էլ հենց խնդիրները լուծելու մեջ է։ Ժողովրդահանրապետականները, ազգային շարժումը եւ ժողովրդադեմոկրատները աջակիցների հանդեպ պարտավորություններ ունեն, նրանք կարող են միավորվել, ընդհանուր ուժերով հասնել խնդիրների լուծմանը, որոնք առկա են Թուրքիայում։ Քաղաքական այս ուժերը կարող են կարևոր քայլ կատարել այդ ուղղությամբ, ասել է Քեմալ Քրջդարօղլուն։ Եթե Թուրքիային ոչ մի կողմին չհաջողվի կոալիցիա կազմել, ոչ Արդարություն եւ զարգացում կուսակցության հետ, ոչ միայն ընդդիմադիրներով, ապա ըստ օրենսդրության պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորվի եւ անցկացվի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ։